Բարև ձեզ բարեկամներ, ողջունում եմ մեր բոլոր ունկնդիրներին, բոլոր նրանց, ովքեր ինչպես միշտ մեզ հետ են մեր կողքին եւ դիտում են մեր հերթական թողարկումը։ Պիտի ասեմ, որ երբ մեր ցանկալի հյուրերից որևիցե մեկին մենք բավականին ժամանակ չենք հանդիպում, սկսում ենք անհանգստանալ, ինչ է եղել, որտեղ է մեր բարեկամը, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում, որտեղ է Ցոլակ Դարփինյանը։ Եվ մենք միշտ փորձում ենք կապի դուրս գալ այդ անձնավորության հետ ու չնայած ամեն տեսակի դժվարությունների մեզ հաջողում է վերջո կապ հաստատել այդ մարդու հետ։ Ես այս ամենը հենց այնպես պատահական չպատմեցի, որտեղ երկար ժամանակ մեր տաղավարում չենք հյուրընկալել մեր հայտնի քաղաքագետ հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանին, բարև ձեզ։ Բարև ձեզ ամենուր։ Պարոն Ղուկասյան, այնպես մի արեք, որ մենք ձեզ կարոտենք, որովհետև ձեր պակասը մի զգում ենք եւ պիտի ասեմ, որ Փակ TV-ն, որտեղ փաստերի, անակնկալների եւ կարծիքների, այսպես հեռուստայի ալիք է, միշտ հետաքրքրված են ձեր նման մարդկանց թե բերված փաստերով, թե նրանց կարծիքով եւ թե նրանց անակնկալ հայտարարություններով։ Շնորհակալ եմ Համլետ եւ ներողություն եմ խնդրում իսկապես այդ հատվածի համար, բայց շատերը գիտեն, մեծ կորուստ ունեցավ մեր քաղաքական հասարակական դաշտը մայիսի 11-ին հանգարցամախ եղավ Արմեն Հովհաննիսյան, հրապարակախոս, մեդիագործիչ, Ռադիո Հայ ռադիոկայանի պրոդյուսեր, ծրագրերի բաժնի տնօրեն եւ դա հարված էր, մեծ հարված էր եւ ընկերների համար, եւ ընտանիքի համար, եւ իհարկե դաշտի համար, այն բոլոր մարդկանց, ովքեր որ համատեղ աշխատում էին Արմենի հետ, ունեին համատեղ ծրագիր, որտեղ Արմենը մեծ դեր ուներ մարդու, որը կարողանում էր ամենասուր անկյունները, այսպես ասած, հարթացնել։ Ես ներողություն եմ խնդրում այս հատվածի համար, բայց Հովհաննիսյան Արմենը իսկապես այն անձնավորությունն է, որի պակասը այսօր վստահ եմ բոլորը զգում են, իր հումորային ստատուսների, իր հաղորդումների, որը որ քաջալերում էր մեր ժողովրդին, մարդիկ շատ սիրում էին այդ հաղորդումները եւ ինչ ասեմ, ցավակցում եմ բոլորիս առաջին հարազատներին։ Ես համամիտ եմ ձեզ հետ։ Արեթից օգտվելով այդ մարդու հիշատակը մենք պետք է վարպահենք։ Իհարկե, ես իհարկե նույնպես շատ ցավում եմ, որտեղ կորուստ է մեզ համար, մեդիա դաշտի համար։ Ես բախտ եմ ունեցել Արմենի հետ նաև հաղորդում անել եւ գիտեմ թե իսկապես ինչ ներքին հզոր պոտենցիալի տեր անձնավորություն է եւ ամենակարևորը բարիությունը։ Միշտ մոտիկին թե անծանոթին օգնության ձեռք մեկրող անձնավորություն։ Աստված ինչպես ասում են հոգին լուսավորի, նրա պակասը մենք զգալու ենք, դե բայց կյանքը շարունակում է եւ մենք պարտավոր ենք անել ամեն ինչ, որ Արմենը թեկուզ այնտեղ գող մնա մեր արածից։ Պարոն Ղուկասյան, իրավիճակը Հայաստանում էլ շատ միան այսպես բաղ չէ, անհասկանալի, շարունակում է լարված մնալ։ Դե գիտեք, ավարտվեց Երևանյան երկխոսություն այդ համաժողովը, որին մասնակցում էին մի շարք երկրների հայտնի դեմքեր, արտգործնախարարներ, նախարարներ, ճանաչված անձնավորություններ եւ այդ համաժողովը վերլուծաբաններից շատերը անգամ համարեցին Փաշինյանի հերթական բենեֆիսը, որտեղ նա շարունակում է առաջ տանել իր խաղաղության խաչմերուկ ծրագիրը, ասելով ամեն ինչ մենք կանելու ենք, որ այն կնքվի։ Ի վերջո այդ ծրագրին հավատացողների թիվը ձեր կարծիքով ավելանում են, թե պակասում։ Հայաստանում կարծիքով այդքան էլ մարդիկ չեն ընկալում ինչի մասին է խաղաղության խաչմերուկը։ Աշխարհ քաղաքական իմաստով այսպես կոչված խաղաղության խաչմերուկը դա ալտերնատիվ է Հայաստանի Եվրոմիության կազմին միանալուն, Եվրոմիության անդամությանը։ Իմաստը խաղաղության խաչմերուկ այդ հենց բանաձևի այն է, որ Հայաստանը մնա չեզոք, չմտնի Եվրոմիության կազմի մեջ եւ հանդիսանա տրանզիտ պետություն եւ Եվրոմիության համար եւ Ռուսաստանի եւ իր պոտենցիալ գործընկերների համար, այդ թվում եւ Թուրքիայի համար։
Դա այսպես ասած ոչ լավ օրինաց տարբերակ է, իհարկե տեսնում ենք, որ ողջունում են դա ԱՄՆ-ն, Եվրոմիությունը դեմ չեն այդ, ընդունում են Հայաստանի այդ դիրքորոշումը, բայց իհարկե իմ կարծիքով կողմերը մնում են իրենց նպատակներին հավատարիմ։ Եվրոմիությունը շարունակելու է քայլեր, որպեսզի Վրաստանը եւ Հայաստանը միանա Եվրոմիության կազմին։ Ամերիկայի Միացյալ Նահանգները նույնպես հասկանում են, որ Հայաստանը ամրապնդելու համար հարկավոր է, որ Հայաստանը ներառված լինի ավելի մեծ աշխարհքաղաքական ինչ-որ տնտեսական համակարգում, առաջնահերթ այդ մաքսային միության մեջ Եվրոմիության հետ։ Եվ դրա համար այդ խաչմերուկի, այսպես ասած, գաղափարը այսօր խոսվում է խոսալու համար։ Հայաստանի ներսում մարդիկ պարզապես չեն հասկանում այդ ինչի մասին է։ Իսկ Հայաստանից դուրս, որտեղ որ շատ լավ հասկանում են ինչի մասին է, հաստատ գոհ չեն, եթե խոսում ենք արևմուտքի մասին։ Իսկ եթե խոսում ենք Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի մասին, ապա իրենց համար էլ Հայաստանը որպես տրանզիտ պետություն այդքան մեծ դերակատարություն իրականում չունի, ինչքան դա այսպես շրջանցվում էր։ Վրաստանն է կարևոր տրանզիտ պետություն Թուրքիայի եւ Ադրբեջանի համար։ Ռուսաստանի համար Հայաստանը կարևոր է որպես պետություն, որը որ Ռուսաստանի դարպասն է դեպի Եվրոպա։ Եվրոպայից ապրանքները մտնում են Հայաստան, վերաձևակերպվում են եւ գնում են Ռուսաստան։ Այդ թվային ցուցանիշների աճը, որ Հայաստանը ցույց տվեց վերջի տարիների, երկու պատճառում էր։ Մեկը Ռուսաստանից արտագաղթած այդ մեծաթիվ փախստականների հետևանքն էր, ինչի ներքին շուկան Հայաստանի ավելացավ։ Իսկ մյուսը այդ արկովաճառքի գործարքներն են, վերավաճառքի, որ Հայաստանի, այսպես ասած, նույնիսկ հաճախ տարածք չմտնելով ձևակերպվում են որպես Հայաստան մուտք, ելք, ներմուծում, արտահանում գործարքներ դեպի Ռուսաստան Եվրոպայից այդ ապրանքների շարժահապաղով։ Եվ դրանից տնտեսությունը չի աճում, դրանից աշխատատեղեր նման գործարքներից չեն ավելանում։ Այսինքն իրականում դա համարել տնտեսական աճ չի կարելի։ Եվ այս պայմաններում սա իշխանության տեսակետից գալիս են ընտրություններ, ինչ որ մի բան ձեռք պետք է ունենալ, այդ խաղաղության խաչմերուկ իրենց թվում է շատ հաջող բրենդ է, շատ հաջող նարատիվ է։ Եվ այսօր իմ տպավորությունը, որ իշխանության քարոզիչները իրենք ինչ որ բաներ առաջ քաշում են, իրենք ասում են, իրենք ուրախանում են դրա վրա։ Հանրային ընկալումները, հարցումները ցույց են տալիս, որ այլ են։ Ես պիտի ասեմ, որ այդ վերադառնալով նորից խաղաղության խաչմերուկին, Փաշինյանը բառացիորեն մի քանի օր առաջ հայտարարեց, որ եթե այդ պայմանագիրը կանգառող ինչ-որ կետեր կան, ինքը անպայման կփոխի դրանք, եթե անգամ եթե սահմանադրությունն է դրան խանգարում, սահմանադրությունն էլ կփոխի։ Դուք պատկերացնում եք, մարդը կարող է միանձնի այսպես փոխել երկրի գլխավոր օրենքը։ Սա ինչ է, նոր այսպես կառավարման մեթոդ է։ Չէ, դա հին կառավարման մեթոդ է։ Միշտ Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարները հասկացել են իրենց կարողությունը քաղաքական որոշումների վրա ազդելու, տոտալ էր դա Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, տոտալ էր այդ ազդեցությունը Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ շարունակում է մնալ հիմա նույնը։ Եվ նույնիսկ խոսույթի մեջ Փաշինյանը մեկ-մեկ տենց բան անում, ինքը դատավոր չի, հա, դատական իշխանությունը անկախ է, հրապարակային գոնե պահպանում է այդ ձևը, որ Հայաստանում վարչապետը չի ընդունում բոլոր որոշումները։
Սահմանադրությունը իհարկե ընդունում է ժողովուրդ։ Եվ այսօր այդ գործընթացը, որը որ նախաձեռնված է վարչապետի կողմից, ինքը վաղուց շեղվել է այն գծից, որով պիտի այս տարիների ընթացքում ընթանար, շատ պարզ կարելի ասել ձախողվել է եւ հիմա վերածվել է, փորձում էին անել ինչ որ ավելի հանրային, ավելի այսպես ներգրաված հասարակական քաղաքական ուժերի, բայց ստացվեց այն ինչ որ ստացվեց։ Ռուսերեն արտահայտություն կա, хотели как лучше, получилось как всегда։ Այդ առումով կարող են տենց մեծ ամպագորգոր հայտարարություններ լինել, բայց մի հատ թվերին նայեք։ Արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանում անցյալ տարի սեպտեմբերին հարցումը International Republic Institute-ից ցույց տվեց, որ իշխող ուժը ընդամենը հարցվածների 22%-ն են աջակցում։ Ես լսել եմ, որ դրանից հետո էլի է հարցում տեղի ունեցել, ավելի նվազ է այդ ցուցանիշը։ Նման հանրային օժանդակություն ունեցող գործիչ կարող է ամպագորգոր հայտարարություններ անել, որ մենք կանցկացնենք սահմանադրությունը։ Սահմանադրությունը անցկացնելու համար հարկավոր է, որ քվեարկությանը մասնակցի ընտրողների 1/4, եթե չեմ սխալվում, այդ բացի այդ կեսից ավելին պետք է քվեարկեն կողմ։ Եվ այսօր չունի այդքան պոտենցիալ իշխող ուժը։ Առավել եւս երբ որ դա արվում է թշնամու պետության հարկադրանքով, դա անցկացնել շատ ավելի դժվար կլինի։ Այսինքն անհնար է, դա հենց այնպես խոսակցություններ են, կարող է փորձը եւ այդ աշխատանքը եւ ծրագրավորվածը արվելու է անշուշտ, բայց եթե մենք խոսում ենք ազատ արդար քվեարկության մասին, շանսերը որ Նիկոլ Փաշինյանի տեսլականը կարող է քաղաքական իրականություն դառնալ, մեր քաղաքացիները դրան աջակցեն, շատ ցածր։ Հավասար է 0-ի։ Դե իհարկե այն, որ այսօր որոշ քաղաքական ուժեր փորձում են հերթական իմպիչմենտը Փաշինյանի նկատմամբ իրականացնել, որքանով է սա լուրջ։ Հավլետ, ես այսպես հարցին նայեցի։ Նորից վերադառնամ այդ հարցումներին։ Եթե իշխող ուժը ունի շատ ցածր աջակցություն, մինչև ընտրություններ մնացել է 1 տարի, մինչև քվեարկություն, իշխող ուժին ձեռնտու է, որ մասնակցությունը ընտրություններին լինի ցածր։ Իսկ որն է այն ամիսը, երբ որ Հայաստանում բոլորից քիչ մարդ կա։ Ես ենթադրում եմ, որ դա օգոստոս ամիսն է։ Եվ ես կարծում եմ, որ իմպիչմենտի քաղաքական անհրաժեշտությունը ինքը կարող էր առաջանալ այն տրամաբանական մտքից, որ այս պայմաններում, երբ որ շատ փոքր, այսպես ասած, աջակցություն կա, այս տարվա մինչև գալիք ընտրություններ մեջ ամենա, այսպես, հարմար ամիսը օգոստոսն է նման ընտրություններ անցկացնելու համար, այդ դեպքում հիմա պիտի իմպիչմենտի հարցը մի տեղից դուրս գար։ Եվ ահա արի ուտես դուրս եկավ։ Ու դուրս եկավ անսպասելի մի քիչ, միգուցե տրադիցիոն առումով այդ հարցը միշտ խորհրդարանական ընդդիմությունն է, հա, շոշափում, այստեղ դա անկախ պատգամավորների, այսպես նախաձեռնությունով, չեզոք վարչապետի թեկնածու, հա, պայմանականորեն ասենք խորհրդարանական ուժերի տեսակետից ոչ մեկին չպատկանող Էդմոն Մարուկյան, այդ ամեն ինչը իմ կարծիքով իշխանությունների տեսակետից կարող է պատրվակ ստեղծել, եթե իրականանա արտահերթ ընտրությունների համար, որովհետև իմպիչմենտի նախաձեռնությունը կարող է 3 բանի բերել, 3 հնարավորության, 3 ելք կարող է ունենալ։ Եթե խորհրդարանական ընդդիմությունը աջակցի, անհրաժեշտ թվով ձայներ հավաքվեն, որ այդ հարցը դրվի, եւ իշխող ուժի մի մասը քվեարկի կողմ վարչապետի նոր թեկնածուին, ապա դա կլինի հենց իմպիչմենտի գործընթացը, երբ
մի վարչապետին հեռացնում են, նոր վարչապետը գալիս է ինչպես որ դա սահմանադրությամբ նախատեսված։ Եթե խորհրդարանական այստեղ երկու պայման է հարկավոր, խորհրդարանական ընդդիմությունը պիտի աջակցի impeachment-ի հարցին, իսկ իշխող ուժի մի մասը պիտի աջակցի նոր թեկնածուին վարչապետին։ Երկու պայման պիտի կատարվի։ Մյուս տարբերակը, երբ որ այդ երկու պայմաններից մեկն է կատարվում, խորհրդարանական ընդդիմությունը աջակցում է վարչապետի նոր թեկնածուին, բայց մեծամասնությունը չի քվեարկում իրեն։ Այսինքն impeachment-ի նախաձեռնությունը սկսվում է, բայց հաջող ավարտի չի անցնում։ Այդտեղ հենց տեսականորեն թաղված է այդ հնարավորությունը, թաքնված է, որ վարչապետը կարող է ասել, դե որ այդպես է, ես հրաժարական եմ տալիս եւ արտահերթ ընտրությունների այդ պրոցեդուրան կարող է մեկնարկել այդ պատրվակով։ Քանի որ դուք անվստահություն եք հայտնում եւ այլն, տեսել ենք նման մի բան անցյալում 21 թվականին։ Եվ երրորդ տարբերակ, երբ որ խորհրդարանական ընդդիմությունն էլ չի աջակցում, ոնց որ թե հիմա այս երրորդ տարբերակին ենք ավելի մոտ, հավանաբար իմ կարծիքով խորհրդարանական ընդդիմությունը, հիմա եթե իրենց տեսակետից նայենք, իսկ իրենց ձեռք է տալիս օգոստոսին ունենալ արտահերթ ընտրություններ, իրենք պիտի երևի հաշվարկեն իրենց կարողությունները եւ ինձ թվում է, որ ընդդիմության տեսակետից միշտ ինչքան ընտրությունները ավելի հեռու, այդքան լավ, որ ժամանակ լինի ընդդիմության տեսակետից նվազում է իշխանության վարկանիշը, քանի գնում է, ուստի իրենք արտահերթ ընտրություններին հետաքրքրված չեն։ Իշխանությունը պիտի իրենց շատ խնդրի, որ իրենք մտնեն այդ ծրագրի տակ, եթե իսկապես իշխանությունը այդպիսի մտադրություն ունի։ Մի խոսքով, այս ինտրիգը երևի այս շաբաթ կամփոփվի, բայց ես դրան նայում եմ այդ տեսանկյունով։ Դա արտահերթ ընտրությունների հարցն է իմ կարծիքով գլխավորը սեղանին դրված։ Անել օգոստոսին, դե այդ արտահերթ ընտրություններն էլ իր պրոցեդուրան ունեն, ինչի օգոստոսին, որովհետև քանի ամիս առաջ այնտեղ օրենքով եւ այլն։ Անել թե ոչ դա, դե հիմա այդ քաղաքական որոշումը երևի օդում կա։ Իշխանությանը դա երևի հարմար կլներ։ Պարոն Ղուկասյան, մենք բառացիորեն մի քանի վայրկյանով ընդմիջում ենք մեր զրույցը, գովազդային մի փոքրիկ հոլովակ պիտի դիտենք, բայց շատ կարևոր իմ կարծիքով, շատ հետաքրքիր, որից հետո շարունակենք։ Խնդրեմ։ Հայազգի նկարիչ, դիզայներ, քանդակագործ, ճարտարապետ եւ դասախոս Շավարժ Սիմոնյանը այսօր էլ շարունակում է ստեղծել ազգային եւ համաշխարհային ժառանգությունը պատկերող անհատական հրաշագեղ աշխատանքներ։ Իդեպ դրանց թիվն անցել է 500-ը։ Ինչպես նշում է նրա կյանքի վերջին 3 տարիների անբաժան ընկեր պրոդյուսեր Գայանե Սիմոնյանը, իր ամուսինը իսկապես արդարացրեց բոլորի սպասելիքները։ Այսօր էլ արվեստագետի աշխատանքը գնահատողները կարող են ձեռք բերել նրա իսկապես ինքնատիպ ու նմանը չունեցող գործերը։ Շարունակում ենք ծրագիրը, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանն է մեր տաղավարում։ Պարոն Ղուկասյան, հիմա մի շատ կարևոր հարց եմ ուզում անդրադառնանք, Բաքվում շարունակվող այն քաղաքական, այսպես ասած, թատերականացված ներկայացմանը Արցախի վերնախավի, ռազմաքաղաքական վերնախավի դատավարությանը շարունակվում է, բայց արդեն միջազգային շատ կառույցներ հասցրել են այն որակել որպես հերթական մեծ կեղծիք ադրբեջանական, ինչպես ասում են իրենց գործընկերների կողմից։ Այս մասին ինչ կարող եք ասել, ի վերջո այն ինչ հանգուցում կարող է ունենալ։ Ադրբեջանի տեսակետից դա հարկավոր էր որպես իր համար փաստարկ, նյութ մեղադրել Արցախը, Հայաստանը ագրեսիայի մեջ, ավելի ճիշտ Հայաստանը մեղադրել ագրեսիայի մեջ Ադրբեջանի դեմ։ Այսինքն այդ ամբողջ process-ի տրամաբանությունը, բովանդակությունը իրավական հիմքեր ստեղծել Հայաստանին ագրեսիայի մեջ մեղադրելու։ Դրա համար է դա արվում։
դրանից բխող քաղաքական հետևանքներով։ Իհարկե դա արվում էր այլ սկիզբ էր արել այլ պայմաններում, քան հիմա։ Հաշվարկը իմ կարծիքով այն էր, որ աջակիցներ կլինեն Ադրբեջանի մոտ, բայց տեսանք, որ Եվրոմիությունը արդեն տվեց գնահատական էթնիկ զտման Արցախում, իսկ դրա համար էր ագրեսիայի պիտակը Հայաստանի ագրեսիայի մեղադրանքը կարևոր Ադրբեջանի համար, որ արդարացնի էթնիկ զտումը։ Եվ հիմա իրենք այսպես բարդ վիճակում են, իմ կարծիքով, իրենք չեն ուզում կնքել խաղաղության պայմանագիր Հայաստանի հետ, որովհետև դա չի փակում, չի ծածկում Արցախի խնդիրը։ Այդ խնդիրը մնում է Եվրոմիության եւ Ադրբեջանի միջեւ։ Եվ եթե իրենք կնքում են խաղաղության պայմանագիր Հայաստանի հետ, զրկվում են շանտաժի հնարավորությունից։ Պատերազմի շանտաժը գործիք է, որը որ Ադրբեջանը անընդհատ փորձում է այսպես ձեռքը պահել։ Եվրոմիությունը իր կողմից տեսակ ինչ քայլեր արեց, բերեց իր դիտորդներին Հայաստանում տեղավորեց 5 րոպե պակաս պատժամիջոցներն են կախված Ադրբեջանի գլխին։ Եվ ճնշում են, որ ադրբեջանցիները ստորագրեն խաղաղության պայմանագիրը։ Ադրբեջանի համար այդ առումով հիմա բարդ սիտուացիա է ժամանակ շահելու եւ այդ իրենց նախատեսված գործիքը ինչպես օգտագործել նման պայմաններում Հայաստանը ագրեսիայի մեջ մեղադրել գրեթե անիմաստ քայլ է, բայց իրենք փորձելու են դա անել։ Իրենք փորձելու են դատավարությունը հասցնել ավարտին, ստանալ այդ նյութը, մատուցել աշխարհին, որ իբր թե հավաքել են, ոչ թե իբր թե, այլ հավաքել են ապացույցներ, արդեն տված է գնահատական, որ դա շինցու ապացույցներ են, որ Հայաստանը եղել է ագրեսոր։ Հայաստանը, եթե հարցին անդրադառնանք 92-94 թվականի պատերազմի ժամանակ բազմաթիվ անգամ միջազգային հանրությունը կարող էր ճանաչել ագրեսոր տեսականորեն, եթե Հայաստանը այդպիսին լիներ։ Պետք է ասել, որ այդ տարիներին կարելի է քննադատել Լևոն Տեր-Պետրոսյանին շատ բաների համար, բայց շեշտը գլխավոր դիվանագիտական դրված էր, որպեսզի պաշտպանել Հայաստանը նման գնահատականից, նման Հայաստանի գործողությունները, որպեսզի չստանան նման գնահատական։ Հայաստանը մի կողմից ստիպված էր իհարկե աջակցել Արցախում ազատագրական պայքարը, մյուս կողմից դա չպիտի այսպես ասած որակավորվեր որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտում։ Եվ պետք է ասել, որ մեր դիվանագիտության այդ ժամանակ դա հաջողվեց։ Լավ, վատ թերություններով ես բազմից քննադատել եմ Հայաստանի դիվանագիտական պահվածքը այդ տարիներին, բայց այդ բանաձևերը հայտնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի չեն որակավորում Հայաստանը որպես ագրեսոր։ Նույնիսկ Արցախը այդ առումով այդպիսի գնահատական չի ստանում։ Օրինակ շատ խիստ գնահատականներ կան Աբխազիայի նկատմամբ, շատ խիստ գնահատականներ կան սերբերի նկատմամբ Բոսնիա-Գերցեգովինայում։ Այնպես չի, որ դա հեշտ, այսպես ասած, բան էր այդ ժամանակահատվածում, սերբերի ազատագրական պայքարը Բոսնիա եւ Գերցեգովինայում չճանաչվեց որպես ազատագրական պայքար, ճանաչվեց որպես սեպարատիստական, տերորիստական համարյա հանցագործություններով լի ռազմական գործունեություն։ Արցախի կողմից անվտանգության գոտի ստեղծելը, այդ տարածքների գրավելը երբեք չի դիտարկվել որպես ագրեսիա։ Ոչ մեկի կողմից։ Հիմա Ալիևը փորձում է շտանգաբարձրացնել այդ բացը լրացնել, լրամշակել պատմությունը։ Իհարկե միամիտ մարդ չկա, այդ դատարանի որոշումը ոչ մի բան է, եթե հետը չի գալիս փող,
որովհետև պետք է փող բաժանել տարբեր տեղեր եւ ասել եկեք այս սուտը ճանաչեք ճիշտ։ Առհասարակ եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջազգային հարաբերություններում դիվանագիտական աշխատանքը մասամբ այդպես է աշխատում Թուրքիայի մասամբ, իսկ Ադրբեջանի մասով ամբողջությամբ, փողով։ Առաջ է ստանում ինչ-որ մի բան, որ քեզ հարկավոր է, դրա համար պիտի վճարես։ Ադրբեջանցիների մոտ, իրենց իշխանությունների մոտ դա բնազդ է, մենտալիտետ է, իրենք այլ կերպ չեն պատկերացնում, իրենց բոլոր գործարքները այդպիսին են։ Իրենք համ փող հավաքող են երկրի ներսով, համ փող բաժանող են երկրից դուրս, էլի։ Իսկ Թուրքիան եւս իր թեզերը, օրինակ ցեղասպանության ժխտման եւ այլն, առաջ է տանում լիքը փող ծախսելով։ Եվ այստեղ այո խաղադրույքը դրված էր, որ ԱՄՆ-ում կգա իշխանություն, իշխանափոխություն կլինի, ավելի հեշտ կլինի առաջ տանել Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը եւ այլն, կոպիտ ասած փող վերցնող մարդիկ հետ կվերադառնան իշխանության, այդպես եթե Թուրքիայի եւ Ադրբեջանի տերմիններով խոսել, հույսը դա էր, թե Ռուսաստանը փող վերցնելու հարցում միշտ բարեկամ ընկեր ազատ, այսպես ասած, նույն այդ բանն է, ինչը որ ասացի վերաբերվում է Ադրբեջանին, Թուրքիային, կոռուպցիոն երկրներ են դրանք, էլի մի խոսքով։ Եվ այստեղ հիմա այդ բանն է, որ եվրոպացիները բացառությամբ երևի մի քանի գործ չի չեն ուզում փող վերցնել կամ չեն կարող փող վերցնել թուրքերից եւ ադրբեջանցիներից եւ այսպես ջղային որոշումներ են կայացնում իրենք հիմա բողոքում են սաղին վիրավորում են անպատում են դիվերսիաներ են փորձում անել օրինակ Ֆրանսիայի դեմ փորձեցին դիվերսիոն ինչ որ գործունեություն նույնիսկ կատարել գլխին ստացան իհարկե ու դեռ էլի կստանան բայց այդ ջղաձիկ վիճակն է եւ այդ ջղաձիկ վիճակը անընդհատ անդրադառնում է Փաշինյանին ինչի է այդ համանadrություն փոփոխություն Մինսկի խումբ դիմել լուծարել միասին այլև անընդհատ հերարցակում է որ ինքը առել է Արցախը ու այդ գործարքի մասնակիցները նոյեմբերի 9-ի մյուս ստորագրողները պիտի հետը լինեն անընդհատ ինքը դա փորձում է դե Պուտինը հետն է այսպես ասած կա իսկ Փաշինյանը երբ որ փորձում է ինչ որ դիստանցիա պահել սա իրեն անընդհատ բերում է իր կողքն է կանգնացնում ասում է որ չէ այդ հանցագործությունը որ մենք արել ենք 20 թվականի պատերազմը 23 թվականի էթնիկ զտումը միասին են կարել եւ այն բոլոր մեղադրանքները որը որ ինձ կարող են վերագրվում են նաեւ քեզ դու պիտի կողքս կանգնած լինես Փաշինյանն այնտեղ ամեն կերպ փորձում է բան անել խուսափել այդ բանից ինքը տեսեք ոչ միտեղ չի կարող ասել չէ ես քեզ այլև ոչ մի բան պարտավոր չեմ գնա մեր համանadrությունը չենք փոխում Մինսկի խմբի լուծարման համար չենք դիմում ինքը ստիպված է ասել այո մենք այդ ամեն ինչ կանենք ոնց կասես բայց տեղ թող գոնե որ այս հայերի մոտ չերևա էլի այդքան ակնհայտ որ մենք միասին ենք էլի Պարզ չնայած բոլորը դա լավ կգիտակցում են լավ պարոն Ղուկասյան քանի որ ժամանակ արագացնում եմ մի հարցեր միջազգային իրավիճակը հատկապես Պուտին-Տրամփ այս երկխոսությունը կարող է եւ ընդհատվել քանի որ ինչպես վերջերս հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահ ինքը խիստ զայրացած է Պուտինի վարկագծի վրա։ Սա ինչ է նշանակում, կարող են այդ հարաբերությունները ծիծաղալի է Տրամփի ներկայացուցիչը հատուկ որ գնաց Ռուսաստան, իր գործընկերն է կրիպտո բիրժայով։ Կրիպտովալյուտան շատ հարմար միջոց է անոնիմ գումարներ մոբիլիզացնելու։ Եվ բանակցող այն մարդն է, որը որ դիվանագիտության մեջ մինչև այդ չի եղել, աշխարհ քաղաքական ինչ որ վերլուծությունների մեջ չի եղել։ Այս փոխարենլափող է հաշվում։ Իրավաբան է եւ կրիպտովալյուտայի բիրժայի համասեփականատերն է Տրամփի հետ։ Ես այդտեղից եմ կարծում, որ
այդ գործոնը, որի մասին խոսացի, Ադրբեջանի պարագայով, Ռուսաստանի պարագայով նույնն է, Վլադիմիր Պուտինը շահագրգռված է տալ գումար, որպեսզի գրավյալ տարածքները Ուկրաինայում ճանաչվեն օրինական։ Դոնալդ Թրամփը ասաց, որ ինքը կարող է ճանաչել Ղրիմը, բայց անձամբ ինքը եվրոպացիները, էլ այդ կեղտոտ եվրոպացիները հրաժարվում են փող վերցնելուց, վախենում են։ Պուտինը զայրանում է, ասում է, սաղ կյանք մենք ձեզ ֆինանսավորել ենք, բոլորդ կաշառակեր եք, ձեզ բոլորիդ փող ենք տվել, ի՞նչ է ձեզ պատահել, հիմա խեք տենց պոզերը տնկել։ Իրենք էլ ինչ որ տենց ձևեր են թափում եւ մի խոսքով ընդվզում են։ Եվ դրա համար Թրամփը ասում է, դե ես կինս, աղջիկս կարանք ճանաչենք Ղրիմը Ռուսաստանի մաս։ Պուտինին դա բավական չի, որովհետեւ Թրամփը իշխանությունից մի օր կհեռանա եւ այդ դեպքում իր այդ ճանաչելը քանի կոպեկ արժի չի ուզում դրա համար երևի այդ գործարքը անել, որը որ հիմա քննարկվում է։ Դրանից ավել Թրամփը չի կարող ոչ մի բան առաջարկել, նո անում է ինչ կարա, պատժամիջոցներ տեսնում եք, քննադատում է Թրամփը, բան է անում, բայց պատժամիջոցներ չի խստացնում։ Եվրոպան խստացնում է պատժամիջոցները, ԱՄՆ-ն ինչպես։ Բայց արդեն այս վերջի հարձակումներից հետո Կիևի եւ մյուս քաղաքների վրա բանից անցավ եւ երեք Գերմանիայի կանցլերը հայտարարեց, որ արևմուտքի պետությունները Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Գերմանիան, Բրիտանիան թույլ տվեցին իրենց տրամադրված զենքի այդ հրթիռների ողջ կարողությունով, ողջ երկարությունով հարվածնել հասնել Ռուսաստանին։ Այսինքն Թրամփի մոտ էլ տենց վիճակ է, որ դե ինչ կարանք անում ենք, ինչքան կարանք ձգում ենք, բայց այդ իր արտահայտությունը դուխում գիշ չես Պուտինին, ես հասկանում եմ այսպես, որ ախպեր ունես բաներ ես անում, որ ուզենանք էլ քեզ օգնել, չենք կարա, նու այսպես տենց արդիկ կան, որոնք որ փող են տալ ինչ որ մի բանի համար, հետո իրենց թվում է, որ այդ սաղ հիմնարկը առել են, էլի։ Թրամփը բնականաբար հասկացնում է Պուտինին, որ ԱՄՆ-ի հետ այդ հարաբերությունները չեն կարող լինել, ԱՄՆ-ն ունի իշխանության բազմաթիվ բևեռներ եւ դրա համար հիմա այդ ամերիկյան հրթիռները մոտակա օրերին կթռնեն դեպի Ռուսաստանի ավիաբազաներ եւ այլ ռազմական օբյեկտներ մինչև 1000, 2000, 3000 կիլոմետր հեռավորության վրա եւ պատերազմը ավելի կսաստկանա, ոչ թե գնում է դեպի խաղաղություն, այլ հակառակությամբ է գնում իրականում։ Երբ պարոն Ղուկասյան, շնորհակալ եմ այսօրվա անկեղծ զրույցի համար, ես կուզենայի, որ դուք մեզ ավելի հաճախակի ընկալվեիք, որովհետև պատճառը իմացանք ինչու եք որը ժամանակ բացակայում, բայց ես ձեզ ուզում եմ մաղթել քաջ առողջություն անձամբ ձեզ եւ մեր համագործակցությունը թող շարունակ։ Բոլորիս Համլետ, մեզ բոլորիս քաջ առողջություն եւ անցնենք այս ծանր օրերով, որը որ մեր երկրի համար շատ ծանր են, մեր անձնապես այն մարդկանց համար, ովքեր որ սրտացավ են, մտահոգ են Հայաստանի համար աշխատանքի բերումով, դուք լուսաբանում եք այս ամեն ինչը եւ չեք կարող անտարբեր լինել որպես մարդ, ես գիտեմ։ Մեզ բոլորիս հարկավոր է ունենալ պինդ առողջություն։ Այո, դա ամենակարևորն է։ Շնորհակալություն։ Ջերի բարեկամներ, Անդրեաս Ղուկասյանն էր այսօր Փակ TV-ում։ Առաջիկայում իհարկե նույնպես սպասեք նրան մեր թողարկումներում եւ կարծում եմ հետարքիր շատ ինֆորմացիա կստանանք մեր հարգարժան հյուրից։ Այսօր այսքանը, ցտեսություն։